Գիշերը խաղաղ է անցել Թբիլիսիում։ Ընդդիմության կողմնակիցները երեկ երեկոյան փակել էին Ռուսթավերի պողոտան Վրաստանի խորհրդարանի տարածքը։ Սոցցանցերում ընդդիմության կողմնակիցների կոչերից հետո Կիրակի խորհրդարանի դիմաց հավաքվել էր մոտ 1000 ցուցարար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո հայտարարել էր, որ իշխող Վրացական երազանք կուսակցությունը հաղթել է բոլոր տեղերում։ Դրանից հետո ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն ցուցարարները հավաքվել էին նախագահական շենքի մոտ եւ գրոհել այն։ Վրաստանում պետանվտանգության ծառայության աշխատակիցները լայնածավալ գործողություն են իրականացրել։ Ընտրությունների օրը դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենքզինամթերք եւ պայթուցիկ նյութեր առգրավելով։ Դրանք հայտնաբերվել են Անտառում։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանելով նախագահական նստավայրի գրոհը հայտարարել է, որ ռուսական հատուկ գործողությունը ձախողվեց։ Տեղի ունեցավ այն, որ ռուսական հատուկ գործողությունը ձախողվեց։ Բոլորն արդեն հասկանում են, որ դա իսկական ռուսական հատուկ գործողություն էր, հոգեբանական գործողություն, որը հիմնված էր բազմաթիվ բաղադրիչների վրա եւ երկար ժամանակ մշակվել է, ասել է Վրաստանի նախկին նախագահը։ Ըստ նրա, բողոքի ակցիայի մեջ կա մի տեսակ հոգնածություն, ինչը շատ բնական է, եւ նրանք խաղացին դրա վրա, մի տեսակ թակարդ գցելով, գրոհելով նախագահական պալատը։ Այս թակարդն ուղղակիորեն խաթարում է նախագահի լեգիտիմությունը, նշել է Սալոմե Զուրաբիշվիլին։ Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները, սա Բաշար Ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրությունն էր։ Սիրիայի միապալատ ժողովրդական խորհուրդ կմտնի 210 падգամավոր։ Նրանք կընտրվեն 30 ամիս ժամկետով երկարաձգման հնարավորությամբ։ Նրանց 1/3-ին կնշանակի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան։ Մնացած անդամները կընտրվեն Ալ-Շարայի նշանակած ընտրական կոլեգիայի կողմից ձևավորված տարածաշրջանային կոմիտեների կողմից։ Գազայի պատերազմի երկրորդ տարելիցին ընթառաջ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա հրողափում հարգանքի տուրք են մատուցել Գազայում ռազմական գործողությունների հետևանքով զոհված երեխաների հիշատակին։ Օսվենցիմից Հիրոսիմայից հետո սա քաղաքակրթության գործընթացում հետընթաց է, հայտնել են կազմակերպիչները։ Գազայի պատերազմի երկրորդ տարին լրանում է հոկտեմբերի 7-ին։ Թեոդոսիայում հրդեհ է բռնկվել նավթային տերմինալում, հայտնում են լրատվամիջոցները։ Սա Ղրիմի ամբողջ տարածքում ամենամեծ նավթային տերմինալն է։ Նորվեգիայում ավերիչ տորնադոն քշել է տանիքներ ու մեքենաներ, հոսանքազրկվել են հարյուրավոր տներ։ Եգիպտոսում վերականգնողական ավելի քան 20 տարվա աշխատանքներից հետո բացվել է Ամենհոտեպ III-ի դամբարանը։ Այն գտնվում է Լուքսորում, Արքաների հովտում։